Ողջույն հարգելի կարիճներ, սա ձեր հորոսկոպն է փետրվար ամսվա համար։ Փետրվար ամսին ձեզ մոտ բավականին ակտիվ է 5-րդ տունը, դա սիրո տունն է, նոր սեր, նոր հարաբերություններ, բիզնես, հաճույքներ, առիթներ, ձեր հոբիները, որոնք որ առաջ կտանեք այս ամսվա ընթացքում։ Երեխա, ովքեր որ երեխա են ցանկանում, կարող եք երեխա ունենալ նաև, բիզնեսը գրանցել, այստեղ ունեք հնարավորություն բիզնեսը գրանցելու։ Եվ իհարկե հիմա անցնենք արդեն հերթականությամբ։ Այստեղ փետրվարի 1-ին տեղի ունենալու լիալուսին ձեր 10-րդ տանը դա կարիերան է, կարգավիճակը, ինչ-որ մի բան պարզ կլինի ձեր կարիերայի հետ կապված, ձեր կարգավիճակի հետ կապված, ձեր ամուսնացած եք ի վերջո, թե ոչ, շփվում եք տվյալ մարդու հետ, թե ոչ, տատի եք դառնալու, պապի եք դառնալու, թե ոչ։ Կարգավիճակը դա է, որ մարդը ինչ-որ մի դեր ունի, կամ ոչ պաշտոն եք ստանալու, թե ոչ, կամ ի վերջո ձեզ բարձրացնում են, առաջ խաղացում ունեք, թե ոչ։ Դա եւս, այստեղ է ինչ-որ մի բան կլուսավորվի, ինչ-որ մի բան ձեզ համար այդ ոլորտում պարզ կդառնա։ Տալիս են ի վերջո ձեզ, այդ պաշտոնը աշխատելու եք այդտեղ, թե ոչ։ Կամ ի վերջո ամուսնանում եք իրար հետ, թե ոչ։ Կամ եթե ընտանիք եք, ապա որն է ձեր դերը ընդհանրապես այդ ընտանիքում։ Մարդը լուսավորվում է, ցույց է տալիս իր մասնագիտությունը, ցույց է տալիս իրեն որպես մասնագետ, թե ինքը ինչով է զբաղվում, օրինակ։ Դե մենք շատ ենք խոսում լիալուսնի մասին, եթե այս ալիքում չլինի, ապա լուսնային ալիքում անպայման կլինի լիալուսնի վերաբերյալ։ Եվ փետրվարի 4-ին Ուրանը կլինի ուղղահայաց, այստեղ հարաբերությունների տանն է ձեզ մոտ, եթե հարաբերություններում խնդիրներ կային, ապա այդ խնդիրները արդեն կանցնի, եթե ինչ-որ անսպասելի իրավիճակներ էր մտել ձեր հարաբերություններ եւ դուրս չէր գալիս, ապա այդ ամենը կանցնի վերջո, կլավանա վերջապես, կամ եթե բաժանվել եք, կարող եք միանալ նաև, կամ ի վերջո վերջնական որոշեք, որ պետք է բաժանվեք իրարից, որտեղ Ուրանով անսպասելի է սա եւ ինչեր ասես կարող է նաև լինել։ 7-րդ տունը դա նաև գործընկերն է, աշխատանքն է, որը կատարում եք դուք եւ հաճախորդները, դուք եւ ինչ-որ մարդիկ։ Դա եթե կարող է ինչ-որ սերներ պակաս է մարդկանց, ուրիշ ձև էին ձեզ վերաբերվում, եւ ավելի կոպիտ, մեկ լավ էին, մեկ վատ էին, դա եւս այստեղ այդ ամենը կանցնի ձեզ մոտ։ Եվ փետրվարի 6-ին Մերկուրին է մտնելու ձեր 5-րդ տուն։ Դե 5-րդ տունը դա սերն է, ամենաառաջինը, այստեղ բավականին շատ կխոսեք ձեր սիրելիի հետ, միգուցե նոր երկրպագու է կամ երկրպագուհի, եւ իր հետ ավելի շատ եք խոսում, շատ եք շփվում, նամակագրական կապերի մեջ եք լինելու։ Այդտեղ հետո միանգամից դա էլ ասեմ, իրար հետ ասեմ, որովհետեւ հետո փետրվարի 10-ին Վեներան է եւս մտնում ձեր 5-րդ տունը, կրկնապատկում է այդ ամենը, ավելացնում է սեր, միգուցե այնքան խոսեք այդ 4 օրը, որ ձեզ մոտ ավելի շատ սեր առաջանա։ Սա նաև ձեզ ավելի կձգի այցելել թատրոն, կինոթատրոն, ցուցահանդեսներ, ոչ թե թանգարաններ, արվեստի հետ կապված պատկերասրահներ, նաև խաղատներ եք գնում, երեխաներին տանում եք խաղասրահ, այս ընթացքում ռեստորաններ, զվարճանքի վայրեր, ծնունդ եւ այլն կարող է լինել եւ զբաղվեք դրանով։ Այստեղ նաև կարող եք ներկայացնել ձեր գործերը, որոնք որ դուք եք անում, օրինակ ձեր ձեռքի աշխատանքները, կարող եք ցույց տալ մարդկանց, այն ինչ որ դուք հավեսով, սիրով անում եք, նաև կարող է մարդիկ էլ շատ հավանեն այս ժամանակահատվածում ձեր աշխատանքը։ Նաև այստեղ կարող է հաղթեք վիճակախաղում, եթե խաղաք, այս խաղաթղթում, այստեղ պատահական, եթե գնեք, ապա դա կարող է շահույթ բերել ձեզ։ Պետք չի հատուկ գնալ, հենց մտավ գնաք, չէ, պետք է դա ձեզ քաշի, հենց քաշում է մեկ հատն է շահում, մնացածը չեն շահում։ Այստեղ նաև ինչն է, երեխա կարող եք նաև ունենալ, ինչու՞ չէ, ովքեր որ ցանկանում են, կարող է հղիություն լինել, կարող եք ուղղակի վայելել կյանքը, վայելել ամեն ինչը, վայելել ձեր շրջապատը, նոր ծանոթություններ այստեղ, նոր սիրային հարաբերություններ, հանդիպումներ, ճանապարհորդություններ, զվարճալի տարբեր վայրեր,
Նաև այստեղ կարող է շփումը լինի դեռ մակերեսային, օրինակ երբ որ Մերկուրին է այդտեղ, հետո Վեներան է մտնում, հա, արդեն տեսակ ոնց որ կրքերը թեժանում են։ Սիրո խոստովանություն կարող են մարդիկ ստանալ, դուք անեք սիրո խոստովանություն, կարող եք քննարկել նաև ձեր ընկերուհիների հետ, ձեր սիրելիների մասին, պատմեք իրենց, կիսվեք գաղտնիքներով, այստեղ տղամարդիկ կարող են նաև շատ հիանալ ձեզանով, եթե դուք եք տղամարդ, ապա դուք եւս կհիանաք կանացով, ավելի մի տեսակ ավելի շատ, եւ կցանկանաք իրենց հետ խոսել, շփվել։ Դա նաև բիզնեսն է, որ բիզնեսի հետ կապված, այստեղ կարող է փաստաթղթերի համար դիմեք, նոր բիզնես բացեք, եւ այնպիսի մի աշխատանք լինի, որ պետք է շատ շփվեք, հա, շփում լինի մարդկանց հետ։ Եվ ձեր սիրելի աշխատանքն է դա։ Երեխաների հետ շփումը հիանալի կլինի, ձեզ կենթարկվեն, ավելի շատ սեր կզգաք իրենց կողմից, հատկապես եթե մեծ են, հա, մի տեսակ ավելի այդ հարաբերությունները ուրիշ կլինի։ Կարող եք գնալ էքսկուրսիայի, զբոսանքների, միգուցե երեխաների հետ է դա կապված, տանում են օրինակ էքսկուրսիա եւ դուք եւս, հա, իրանց հետ գնում եք։ Հիանալի ժամանակ է, հա, Մերկուրին եւ Վեներան 5-րդ տան, ոնց որ դա իր տունն է, հա, ոնց որ ասում է, ես սիրո տունն եմ, սիրո։ Եվ այստեղ նաեւ բիզնեսից։ Եթե ովքեր բիզնես ունեն, այստեղ եկամուտներ կարող տալ ձեզ Վեներան։ Այն որ միայն սիրով կանեք այդ աշխատանքը, հա, սիրով կզբաղվեք, կամ նոր հոբի կարող ձեզ համար գտնել, բացի դա, հա, ձեզ եկամուտներ կբերի։ Շատ լավ ժամանակ է դասախոսություն կարդալու համար, պետական մարմինների, գերատեսչության, նախարարություն այցելելու համար, բարձր պաշտոնյաների հետ զրուցելու համար եւս հիանալի է։ Եվ այստեղ փետրվարի 14-ին Սատուրնն է մտնում Խոյ նշան, գալիս է ձեր 6-րդ տուն, 6-րդ տունը հենց աշխատանքն է, որ աշխատանքին պետք է ավելի լուրջ վերաբերվեք, կարգ ու կանոնով, կարող է նաեւ Սատուրնը աշխատանքը փոխել։ Եթե ցանկանում եք փոխել, ապա կարող եք փոխել Սատուրնով։ Նաև առողջությանը պետք է անպայման ուշադրություն դարձնել։ Աշխատանքը կարող է ավելի քչանալ, հա, եթե պատվերով եք աշխատում, եթե ինչ-որ մեկի ձեռի տակ եք աշխատում, այսինքն քանակով է դա, ապա այդ քանակը կարող է նվազել, որ դուք սովորեք, թե ինչպես կարող եք նաև քչով ապրել, հա, քիչ աշխատանքով, որ կարողանաք, հա, ավելի հետո, երբ որ ինքը դուրս գա այդ տանից, ձեզ ավելի շատ գումարներ տա։ Սատուրնը 3 տարի մնալու է այդտեղ, մենք կխոսենք այդ թեմայի վերաբերյալ։ Եվ փետրվարի 17-ին տեղի կունենա Խավարում ձեր 4-րդ տանը։ 4-րդ տունը դա մեր հայրենիքն է, մենք ենք, մեր տունն է, եւ այստեղ Խավարում ինչ որ նոր բան կմտցնի, որովհետեւ Արևի խավարում է, սա նշանակում է կարող նոր տուն տեղափոխվեք, տան համար վերանորոգում եք որոշում սկսել, նոր տուն գնաք, վերանորոգեք, տեղափոխվեք, տան հետ կապված որոշ հարցեր են, գնաք հայրենիք, եթե դրսում եք ապրում։ Սա նաև տուն, հա, կարող նաև այստեղ ովքեր որ բաժանված էին, նորից հետ ընդունեն տվյալ անձնավորությանը, ընտանիք կազմեք, տեղափոխվեք առանձին ապրելու համար, ապրել, հա, ձեր հարազատներից, ձեր ծնողներից։ Խավարման մասին եւս մենք էլի կխոսենք։ Միգուցե կարող լքում եք օրինակ հայրենիք այ ժամանակահատվածում։ Փետրվարի 18-ին Արևն է մտնում Ձկներ նշան, կլինի դա ձեր 5-րդ տունը։ Իսկ Արևը 5-րդ տանը դա հենց փայլել է, հա, փայլել է այստեղ, առաջ կգնա ձեր բիզնեսը, երևա արդեն ձեր բիզնեսը, եթե խնջույքների գնաք, ոնց որ այդ խնջույքների այդ մեջտեղի ծաղիկը կլինեք, հա, ավելի շատ ոնց որ դուք կերևաք այդ խնջույքների ժամանակ եւ ձեր տեսքով եւ ամեն ինչով, որտեղ Վեներան էլ այնտեղ ձեզ գեղեցկություն կտա։ Սա նաև սիրո հետ կապված, հա, ինչ որ հենց այս ժամանակ նաև կարող են ձեզ սիրո խոստովանություն անել եւ ի վերջո բացահայտվի այդ լուսավորվի ձեր հարաբերությունը, եթե թաքուն եք շփում ինչով այս, ապա կարող է բացահայտվել նաև այս ժամանակահատվածում։ Ձեր հոբիները կարող եք արդեն տեղադրել ոնց որ կայքերում, սայթերում եւ ցուցադրել, հա, արդեն լույս տալ ձեր գործողություններին։
Սա հիանալի ժամանակ է արևը 5-րդ տանը, ամենալավ ժամանակն է երեխաների համար, նաև երեխաների հետ կապված որևէ մի բան կիմանաք եւ ձեզ համար նույնպես ձեր ընտանիքի, ձեր հարաբերությունների վերաբերյալ։ Փետրվարի 20-ին Սատուրն է միանում Նեպտունի հետ ձեր 6-րդ տանը, այստեղ եւս, եւ Սատուրնն է այնտեղ ձեր 6-րդ տանը եւ այստեղ նաեւ հետո միանում է եւս էլի գիգանտ ու զզվելի մոլորակի հետ, եթե չնայած երկուսն է կարող են նաեւ լավը լինել եւ երկուսն էլ վատն է։ Այդտեղ կարող է աշխատանք փնտրեք կամ ձեզ ոչ աշխատանք առաջարկեն եւ դուք մտածեք, որ ինչ լավ աշխատանքը, մարդու վարդագույն ակնոցներն է միանգամից հագնում, ասում է, որ ինչ լավն է, չէ, սա ամենալավ աշխատանքի վայրն է եւ նաեւ աշխատակիցներն են, այդպես, բայց դրանք ամբողջը թուրիմացություն են, դա երևակայության արդյունք է եւ կարող է այստեղ ոմանց իրոք, աշխատանքից պետք է դուրս գաք եւ նոր աշխատանքի անցնեք ավելի ձեզ համապատասխան ավելի լուրջ աշխատանքի կախվածը դուք հիմա ինչ եք անում, պետք է դուրս գաք եւ լուրջ աշխատանքով զբաղվեք կամ այստեղ հոբիների հետ կապված եւս էլի կա, կարող ձեր հոբին դարձնեք լուրջ աշխատանք եւ զբաղվեք միայն դրանով եւ դրանով եկամուտներ ստանաք։ Կամ այդ գծով, գնաք ոնց որ ինչը որ շատ եք սիրում, ոչ թե այն ինչ որ ձեզ են առաջարկում, այլ լավն է, Դες միացման մասին մենք դեռ կխոսենք եւ փետրվարի 26-ին Մերկուրին կլինի հետադարձ։ Ձեր էլի 5-րդ տանը։ Սա կարող է մի ժամանակ է, որ հարաբերությունում կարող է նաեւ լռություն լինի։ Եթե նոր սեր էր, կարող է կամ քիչ խոսեք իրար հետ, կամ լռություն լինի, որ բիզնեսի հետ կապված եւս ինչ որ հարցեր կարող են դեռևս պետք է լուծեք, անեք, կարգի բերեք այստեղ երեխաների հետ կապված հարցերը, փաստաթղթային կապված հարցերը, այդտեղ հղիություն է ծննդաբերության, որ ծննդաբերում եք եւ դիմում եք կամ դիմում եք որ փաստաթղթերը փոխեն երեխայի եւ էլի, ժամանակը դա երկարում է մինչեւ ուղղահայաց լինելը։ Դե մենք խոսում ենք այս մասին անպայման դա եւս ավելի մանրամասն կխոսենք, չեմ ուզում հիմա այդպես տեսանյութը երկարացնել, երբ որ առանձին պետք է նույն բանը ասեմ ձեզ։ Եվ փետրվարի 28-ին Մերկուրին է միանում Վեներային, եւս ձեր 5-րդ տանը, այստեղ ճիշտ է Մերկուրին հետադարձ է, բայց ամենայն դեպս նա ձեզ եւս կտա շատ շփում այդ ժամանակահատվածում, կարող է այդ մի 2 օր օրինակ կորի ձեր զույգը, հետո նորից հայտնվի, ավելի շատ կշփվեք այստեղ, ձեր բիզնեսից եկամուտ կստանաք այդ ժամանակահատվածում, ձեր գործունեությունից, ձեր այն ինչ որ դուք եք անում, գուցե ձեր հոբիից այստեղ գումարներ վաստակեք, երեխաների հետ կապված երեխաները ավելի շատ սիրով կլինեն ձեզ հետ, ավելի շատ հավեսով կշփվեք իրար հետ։ Նաև կարող է երեխաները սկսեն աշխատել իրենց մոտ գումար կա, կամ իրենց համար գումար ստանաք, օրինակ գնաք, փաստաթուղթ ուղարկեն ձեզ, գնաք այդ փաստաթղթով գումար ստանաք կամ գումար վճարեք, ինչ որ երեխաների հետ կապված հարցերում։ Եվ սա ձեր շրջապատը որտեղ որ կգտնվեք այդ ժամանակահատվածում բավականին այդտեղ կարող է լինել կամ հենց այդ օրը, կամ 1-2 օր այսօր այն կողմ կարող է առիթ է եւ պետք է գնաք այնտեղ բավականին շատ կշփվեք մարդկանց հետ, ձեր ընկերների հետ, գուցե նոր ընկերներ եք ձեռք բերում այդտեղ, նոր շրջապատ եք ձեզ համար ստեղծում, նոր հետաքրքրություններ ունեք, կամ առիթների ժամանակ արդեն ոնց որ կհանդիպեք ձեր հարազատ մարդկանց եւ իրենց հետ ավելի շատ կլինի շփումը։ Այսքանը սիրելիներս, թող որ փետրվար ամիսը ձեզ համար լինի ամենահաջողակ ամիսը, թող ձեզ հաջողություն բերի սիրո հարցում, եթե բիզնես եք ուզում բացել բիզնեսի հարցում, ձեր ստեղծագործության, ձեր ձեռքի աշխատանքի շնորհիվ եւս կարողանաք հասնել արդյունքների։ Եվ եթե ինչ-որ մի բանը ուշանում է, պետք է հասկանալ, որ դա այդպես էր ճիշտ կամ ուղղակի պետք է վերանայել ինչ-որ մի բան, որը սխալ եք արել։ Վերանայեք, որպեսզի հետո արդեն այլևս սխալներ չլինի։ Այսքանը լավ եղեք։